Երբ մենք խոսում ենք Արտաշատ մայրաքաղաքի մասին, այստեղ իհարկե պետք է ուշադրություն դարձնենք նաև մեր պատմահար Մովսես Խորենացու հաղորդած տեղեկություններին։ Նա նշում է, որ Արտաշեսը գալիս է այն վայրը, որտեղ միախառնվում էին մեծամոր եւ երասխ, այսինքն Արաքս գետերը, եւ այդ վայրը հավանելով հիմնում է այդտեղ նոր մայրաքաղաք, կոչում այն իր անունով։ Եվ այս քաղաքը բավական պաշտպանված էր եւ այս առումով, որ երկու գետերի այդ միախառնման տեղն է, դա ապահովում էր նաեւ պարիսպների լրացուցիչ անվտանգություն եւ շատ կարճ ժամանակ անց, լինելով Արարատյան դաշտի սրտում, այս քաղաքը վերածվում է միջազգային առևտրի կարևորագույն խաչմերուկի եւ անտիկ հեղինակները այն նշում էին հնչյունափոխված ձևով Արտաքսատա։ Արտաշատը, Արտաշեսի քաղաքը դառնում է հին աշխարհի նշանավոր քաղաքներից մեկը, որը նույն անտիկ հեղինակները երբեմն հարստության, այդ ճոխության հանգամանքից ելնելով եւ երբեմն նաեւ փաստորեն Հանիբալի հանգամանքը հաշվի առնելով կոչում են հայկական Կարթագեն։ Նախ եւ առաջ իհարկե նրա առևտրային, տնտեսական այդ կարևորագույն դիրքը եւ նշանակությունը, նրա հարստությունն ու ճոխությունը խաղում են այս հարցում իրենց վճռորոշ դերը։ Արտաշատ մայրաքաղաքը եղել է հին Հայաստանի ամենանշանավոր քաղաքը։ Անկամ այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը իր հսկայածավալ կայսրության նոր մայրաքաղաք կառուցեց Տիգրանակերտը, նա որոշեց, որ Արտաշատը եւ Տիգրանակերտը եւ նաեւ իր կայսրության ամենամեծ քաղաքը Անտիոքը պետք է կապվեն մեկ ընդհանուր ճանապարհով, եւ այդ ճանապարհը արքայական ճանապարհ էր կոչվում։ Այս արքունի Պողոտայի փաստորեն վերջնակետը այս կողմում Արարատյան դաշտի սրտում Արտաշատն էր, որը հարավը հյուսիսին եւ արևելքը արևմուտքին կապող բոլոր միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհների կարևորագույն խաչմերուկ էր։ Հնագիտական աշխատանքների արդյունքում այստեղ գտնվել են բազմաթիվ ճոխ իրեր եւ այս քաղաքը փաստորեն նաեւ ունեցել է բաղնիք հանրային նշանակության։ Եվ սա բացառիկ է, որովհետեւ մենք երբ խոսում ենք օրինակ արևմտյան հռոմեական բաղնիքների մասին, դա էլիտիստական, միայն վերնախավի համար նախատեսված երևույթ է, Արտաշատում այն հանրային նշանակություն է ունեցել եւ մարմարապատ է եղել։ Եվ այս առումով նշանակում է, որ բարեփոխիչ արքան եւ նրա հաջորդները նաեւ հանրային լայն շրջանակների մասին հոգացություն դրսևորելու մեծ մղում են ունեցել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։